Բարի լույս բոլորիդ, բարև ձեզ սիրելիներս, մի վարկյան, այդ կոնդիցիոները միանցնեմ։ Ինչպես եք, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորիդ եւ ես չեմ հասցրել պատասխանել, ներող եղեք, 1000 անգամ ներող եղեք, դա ինչ ես սազական չի, բայց ուզում եմ որոշ ժամանակով ինձ հանգիստ տալ եւ հանգիստը նաեւ որ ընդհանրապես հեռախոս չվերցնեմ ձեռքս, մեկ երբեմն վերցնում եմ, ասենք Instagram-ում տեսնում եմ ձեր նամակները, պատասխանում եմ։ Ժողովուրդ ջան, ես ինչպես տեսաք բասկետբոլի նետումներ էի անում, մի քանի օրով միացել էի Սուսաննային եւ մի երկու օրով գնացել էինք իրանց հետ հանգստանալու, բայց ես եկա եզրակացության, որ ինձ պետք է հանգիստ։ Ես ցանկանում եմ հանգստանալ մի քիչ ինտերնետից, YouTube-ից, Instagram-ից, ընդհանրապես, չգիտեմ քանի օր, 2 օր, 3 օր, 4 օր, չգիտեմ, դա կտեսնեմ իմ էներգիայից եւ քանի որ բավականին շոկեր են եւ ես դրանից ահավոր նեղվում եմ, չեմ ուզում ձեզ անհանգստացնել, չեմ ուզում ձեզ, ոնց ասեմ ձեզ երեխեք, չեմ ուզում ուղղակի Երևանու համար, դա իմը չի եւ դուք բոլորդ ինձ արդեն լավ ճանաչում եք։ Դրա համար ես որոշեցի այս փոքրիկ վիդեոն անել եւ ձեզ ասել, որ ես ընթացքում, եթե տեսնեմ էներգիա կունենամ, եթե տեսնեմ ինչ որ մի հետաքրքիր բան կա, կնկարեմ, կհավաքեմ, բայց չեմ մոնտաժանի, որովհետև այդ մոնտաժից եմ ուզում հանգստանամ, ուզում եմ ուղեղս անջատվի, մի քիչ լարվածությունն ընկնի, ամեն դեպքում սիրելիներս, սա աշխատանք է, սա բավականին ժամանակատար աշխատանք է եւ շատ լարված աշխատանք է։ Ես շատ բաներ չեմ կրճատում, բայց ամեն դեպքում մի վարք, բայց ամեն դեպքում պետք է այն անել եւ ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Գալիս է աբջաշից հետո, ժամը 5-ից հետո սկսում է թուլությունը մարդկանց վրա, այս ծուխն էլ չոքնեց այդ հարցում, երեք մենք վերադարձանք ծովից եւ ամբողջ դաշտերի վրա ծուխեր եւ այդ ծուխն էլ է ազդում քո հոգեկան աշխարհիդ վրա, քո ներվերիդ վրա, քո էներգիայիդ վրա։ Հիմա ինչ եմ ձեզ ուզում ասել սիրելիներս, ձեզ ուզում եմ ասել, որ ես ձեզ շատ կկարոտեմ, ես հուսով եմ, որ դուք էլ ձեր կյանքով ապրում եք ամառը, շոքա եւ ինչ որտեղ մարդիկ անգամ հավեսել չունեն դնեն նայեն, այդ շոկին անդադ ձգտում ես գնաս ինչ որ մի հովտեղ նստես եւ բացի շոկից էլ ինձ պետք է հանգստանալ։ Ես հեսա մի ամսից պետք է իմ աշխատանքը սկսեմ, ես չգիտեմ թե ոնց ա լինելու, ինչ ա լինելու։ Գիտեք երեխեք, օր վրա եմ ապրում, այսօր արթնացել եմ, այսօր հիմա գնում եմ մի հատ թուղթ վերցնեմ, այսօր առավոտյան դա մտադրություն չունեի, տեսակ զարթնեցի, որոշեցի եւ գնացի, այսինքն դու ամեն ինչը սպոնտանե ես անում, անմիջականորեն։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Նախ ուզում եմ առիթից օգտվեմ, քանի որ փոքրիկ վլոգ է սա լինելու։ Բարի գալուստ բոլոր նոր հետևորդներին, ովքեր միացել են Անահիտ վլոգ։ Եվ շնորհակալ եմ իմ հին հավատարիմ հետևորդուհիներին, ովքեր արդեն 2.5 տարի է հետևում են եւ դարել եք արդեն մեր ընտանիքը եւ ես դրանից շատ շնորհակալ եմ։ Անհանգստանում եք, մեսաժներ եք ուղարկում, Անահիտ ջան, մայրիկը ոնց է, Անահիտ ջան, դու ոնց ես։ Ես գիտեմ ձեր հարցը, ինչու, որովհետեւ 3 օր բացակայել եմ։ Ես ընդհանրապես ամեն օր էի գցում բլոգներ, բայց հիմա չեմ ուզում ուղղակի գցելու համար։ Ասեմ ձեզ չեմ թաքցնում, ժողովուրդ ջան, ծովում գեղեցիկ բլոգներ կան, որ Սուսաննայի հետ, Սուսաննայի ամուսնու, իմ ամուսնու, ուղղակի այսօր մեքենայի վարում մինչև այդ բժշկի մոտ գնալը մեր մոտ 15 կիլոմետր է, ասեցի ուղղակի միանամ ձեզ ասեմ, որպեսզի չասեք Անահիտն էս ինչ անկուլտուրական աղջիկ էր, գնաց մեզ չասեց ինչու չկա ինքը YouTube-յան հարթակում։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ բոլորիցդ ձեր գեղեցիկ մեսաժների համար, նվիրված մայրիկին, ինձ, իմ ընտանիքին, մայրիկի կողմից եւս, շատ մերսի, շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, որ ձեր նման լավ մարդիկ կան ինձ շրջապատված, նեգատիվ մարդիկ մեր ալիքում ընդհանրապես գործ չունեն անելու եւ ես դա զգացի, մի քանիսը ուզեցան, ցանկացան, բայց չստացվեց եւ ամենակարևորը սիրելիներս, ձեզ ցանկանում եմ առողջություն, եղեք առողջ, ամենակարևորը դա է, ոչ փողը, ոչ մի բանը չի կարող գնել այն, ինչը մենք կարող ենք մի վայրկյանում կորցնել։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ,
հոգուցս է դուրս գալիս այս բառերը հուսով եմ որ երբ որ կվերադառնամ նորից կմիանագի Մալիքին հուսով եմ որ կցանկանաք նորից դիտել մեր ընտանիքը մեր առօրյան եւ ինչու՞ չէ սովորել բավականին շատ բաներ 90 տարեկան կնոջից 60 տարեկան կնոջից ով մի կյանք է ապրել եւ մասնագիտությունը ավելի հետաքրքիր է կանանց համար քանի որ դա կապված է հագուստի հետ համբուրում եմ ձեզ սիրում եմ ձեզ շատ եւ ձեզ ցանկանում եմ հրաշալի համար եւ ձեզ ցանկանում եմ ամենակարևորը եղեք ուրախ եղեք դրական եւ սիրենք մեկս մեկից պաչում եմ համբուրում եմ եւ ասում պակա